Առավոտ շուտ։ Առավոտ շուտ, այո։ Իրավապահները սովորության համաձայն վաղ առավոտյան են մտել Մայր Հայաստան կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարան, խոզարկել այն, առգրավել 2 իր կապի միջոց։ Առգրավել են հեռախոսը եւ լապտոպը։ Հետո քաղաքագետը հարցաքննվել է քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Բան եմ ստորագրել, որ ավել բան չեմ կարող ասել։ Երվանդ Բոզոյանը վկայի կարգավիճակ ունի։ Նրան արգելել են մանրամասներ հայտնել այն գործի մասին, որով անցնում է որպես վկա։ Քննչական կոմիտեն էլ չի մանրամասնում։ Երվանդ Բոզոյանը որ գործով է վկայի կարգավիճակում հարցին պատասխանում են չենք մեկնաբանում։ Քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ։ Կարելի է միայն ենթադրել, որ խոսքը Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված պետական դավաճանության եւ լրտեսության գործով քրեական վարույթի մասին է։ Իշխանությունը մեկուսացնում է ընդդիմախոսներին։ Մոտ ենք 37 թվականի ստալինյան բռնաճնշումների կրկնությանը, պնդում է քրեական գործով վկայի կարգավիճակ ստացած քաղաքագետը։ Այս ամբողջ ձերբակալությունները, կանոնավորումները, շինծու մեղադրանքները, դրա արդյունքն է, պարզ չի։ Դա բնորոշ է բոլոր բռնատիրական, բռնապետական ռեժիմներին, երբ որ իրանք փորձում են կայանալ։ Խոսքի ազատությունն է փորձում սահմանափակվել, վախի մտնոլորտ են փորձում սարքել։ Երվանդ Բոզոյանն առաջին քաղաքագետը չէ, որին հարցաքննության են կանչում։ Մեկ ամիս առաջ էլ ոչ միայն հարցաքննվեց, այլև ձերբակալվեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Իշխանություն զավթելու եւ սահմանադրական կարգ տապալելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Հետո դատարանը փոխեց նրա խափանման միջոցը վարչական հսկողությամբ։ Ղևոնդյանին արգելել են հրապարակումներ անել, օգտվել սոցիալական ցանցերից, մասնակցել քաղաքական բնույթի հավաքների, դուրս գալ Հայաստանից։ Ծանուցագիրը ցույց տվեք, նոր մտեք մեր բնակարան։ Վերջին մեկ ամսվա ընթացքում իրավապահները ներխուժել են նաև լրագրող, քաղաքական ու հասարակական գործիչ Արեգնազ Մանուկյանի բնակարան, խոզարկել այն, առգրավել հեռախոսը։ Բայց մենակ մեզ չի վերաբերում, այլ ուրիշ գործիչների վերաբերում։ Տեսեք, թե ինչ կատարվեց հոգեվարականների նկատմամբ, ուժեղ Հայաստանի նկատմամբ, մյուս քաղաքական գործի վերջերս էլ Ավետիք Չալաբյանին կանոնավորեցին, Արմեն Աշոտյանը մի քանի օր կանոնավորեց։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այս ամեն ինչը մենակ մի անձին չի վերաբերվում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք բոլորս գտնվում ենք մեկ նավակի մեջ։ Մեկ նավակի մեջ ենք գտնվում։ Եթե մենք մտածենք իրար բսկթենք, իրար կռվենք, իրար տակից խփենք, ասենք որ չէ իմ կուսակցությունը ավելի լավն է կամ մյուսը վատն է, մենք հասցնելու ենք այս երկիրը շատ ծանր վիճակի մեջ։ Վաղը քո դուրն են թակելու այս կամ այն շինծու մեղադրանքով։ Եթե պատրաստ է։ Մարդկանց դիմելով ասում են Մայր Հայաստանի ներկայացուցիչները։ Համախմբման կոչ անում, հայտարարում Փաշինյանի իշխանությունը իրական թշնամուն թողած ընդդիմախոսներին է թշնամի հռչակում ու պատերազմում։ Իդեպ, պատերազմի մասին։ Երվանդ Բոզոյանը այն քաղաքագետն է, որը օրերի ճշգրտությամբ է կանխատեսել 44-օրյա պատերազմը։ Հենց Հայլուրի հետ զրույցում։ Ադրբեջանը լուրջ պատերազմի է պատրաստվում, եւ այդ պատերազմի մեջ որոշակի դերակատար ունենալու է նաեւ Թուրքիան։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։